գետնի վրա, որը կարա իր միջնորդությունը երաշխավորի ուժով, դա այսօրվա դրությամբ Ռուսաստանն է։ Դուր է գալիս մեր թե դուր չի գալիս, դա իրականությունն է։ Ես ցավոք սրտի եմ ասում։ Դուք համաձայն եք երկրորդ նախագահի դիտարկումներին Միջանցքի հետ կապված, որ այստեղ շահելու է Թուրքիան բան եւ շահագրգռված չի Միացյալ Նահանգները, հիշում եք նախորդ ասուլիսի ժամանակ էլ ասել պիտի երկարացնել եւ հնարավորինս դուք Ռուսաստան ասացիք, դրա համար եմ ասում, մասնակից դարձնել Իրանին եւ Ռուսաստանին ավելի անվտանգությունը պահելու։ Ես հիմա ուրիշ բան ասեմ, տեսեք, ընդհանրապես հայ-ադրբեջանական բանակցային process-ը, որը պետք է ավարտվի խաղաղ պայմանագրով, դա շատ ավելի ընդգրկուն եւ լայն process է, որի մեջ ներկայացման նաև սահմանների ճշգրտում, դեմարկացիա, դելիմիտացիա, երկու կողմերի ճանաչում, փոխճանաչում սահմանները եւ երաշխավորների ինստիտուտ պետք է լինի, որպեսզի հանգարց որը մեկի կողմերից մեկը խախտի, իսկ իրականում Ադրբեջանը կարա խախտի, որտեղ ուժեղ կողմը ինքն է։ Ուրեմն պետք է լինի երաշխավոր, որը կարա թույլ չտա, եթե երաշխավոր չլինի, միշտ ուժեղ կողմը խախտելու է, դա շատ պարզ խնդիր է։ Այսինքն հիմա որպեսզի մենք կարողանանք այդ 12 կիլոմետրը սարքենք 500 կիլոմետր եւ մենք կարողանանք այս փոխզիջումային մոդելով գնանք, այլ ոչ թե զիջումային միակողմանի տարբերակով, չէ՞։ Ուրեմն մենք պետք է դառնանք ուժեղ։ Մենք այս պայծրությամբ դեռ ուժեղ չենք, հարգելի ժողովուրդ, որտեվ մենք մեր բանակը պարտվել է, մենք քանդված հասարակություն ենք, մենք պառակտված հասարակություն ենք, մեր հարաբերությունները, մեր դաշնակիցները կիսափլված վիճակի մեջ են, անորոշ վիճակի մեջ են, հապկի մեջ են, հապկի մեջ չենք, բան, անորոշ ամեն ինչը անորոշ է։ Այս մարդը Հայաստանը բոլոր երկրների հետ հարաբերությունները անորոշ է սարքել։ ԵԱՏՄ-ի մեջ ենք, ԵԱՏՄ-ի մեջ չենք, ԵՄ-ի մեջ ենք, թե ԵՄ-ի մեջ չենք։ Ամերիկայի հետ ինչ-որ հարաբերություններ կան, բայց առանց միջնորդի։ Այսինքն այս մարդը իր բնորոշ, իր մտածողությամբ, իր տեսակի հարաբերություններ է սարքել բոլորի հետ։ Սա, ասենց ասեմ, սա ողբերգություն է։ Ասես Գիքոր է, էլի, էստի համեցեք Ռեմբոյից դարձավ Գիքոր Նիկոլը։ Շուստրի ժուլիկի կոնցեպտ է, որը երկու ոտով երկու ձեռքով թակարդն է անգել Էրդողանի եւ Ալիևի ձեռքում։ Եվ ինքը այդ թակարդի մեջ տանում է Հայաստանը մինչև վերջ, որպեսզի մենք կարողանանք դուրս գանք, այս մարդուն պետք է հեռացնենք երկրից, պետք է մի հատ ուժեղ գործիչ լինի, որը վստահություն կներշնչի արդեն մեր գործընկերների մոտ, այդ վստահություն ներշնչելու արդյունքում արդեն Ադրբեջանը կտեսնի, որ ըստ էության արդեն կա մի երկիր, որ ունի դաշնակից, իր մոտեցումն է կփոխվի արդեն։ Այդ ժամանակ արդեն այդ փոխըմբռնման process-ի մեջ եւ կանանք բենզին իրար հետ վաճառքի տանենք, մեր ապրանքները կանանք իրանց ծախենք, իրանք կանան մեզ ծախեն, սահմանազատման խնդրում մենք ոչ մի զիջումների չենք գնա, մենք այնտեղ տարածքներ կան, որ Ադրբեջանը օկուպացրել է, Ադրբեջանի հետ օկուպացները կանանք վերցնենք, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որ այս Տրամպի կամուրջը, ապա ես կարծում եմ, որ ստեղ էլ պետք է փոխըմբռնման process լինի։ Այսինքն ըստ էության մենք էլ պետք է կարողանանք օգտվել օրինակ ասենք Նախճիվանի երկաթգծով, որը մեր համար շատ մեծ էֆեկտ կարա տա, որտեվ այս Չինաստանի մետաքսի ճանապարհի հետ կապված Հայաստանի կշիռը անգամներով կմեծանա։ Այդ ժամանակ եթե մենք ստանում ենք այնտեղ պրեֆերենցիա, ապա ինչու՞ չէ մենք կանանք պրեֆերենցիա տանք Ադրբեջանին, որպեսզի ինքը Նախճիվանի հետ կարա կապվի, եւ եթե ամերիկացիները կանան երաշխիք կատարեն, թող կատարեն, մենք խնդրեմ չունենք, մենք ոչ թե դեմ ենք Տրամպի կամուրջին, մենք ուզում ենք որ փոխ լրացվի այդ կամուրջը արդեն Հայաստանի շահերի տեսակետից, որտեղ այսօրվա դրությամբ մենք միայն միակողմանի զիջումների տրամաբանությամբ ենք ապրում, ինչի ես ասացի, որովհետև այս պայծրությամբ մենք ունենք մի ղեկավար, որը թույլ դիրքեր ունի, պարտված ղեկավար է, օգտվելով այդ իրավիճակից Ադրբեջանը այս պարտված ղեկավարին թելադրում է բոլոր բաների հասել է իր նպատակին եւ դա անվերջ բնույթ է կրելու։ Այստեղ խաղաղության process չի, կարելի ասել Հայաստանի կազմակերպման process է, որը կապ չունի իրական խաղաղության։ Իրական խաղաղությունը սա է։ Ես նույնիսկ եմ կրկնում, այս պարզ խնդիրը պետք է մեր ժողովրդին հասցնել, բանանել ոչ թե ինչ որ ռազմահայրենասիրական եւ վերացական լոզունգներով հանդես գալ, այլ շատ առարկայական բացատրել թե ինչ է նշանակում խաղաղություն, որպեսզի մարդիկ հասկանան, որտեղ խաղաղության պայմաններով որ մարդիկ կուզենան ապրել Հայաստանում, խաղաղության պայմաններով որ էկոնոմիկա կարա զարգանա, խաղաղության պայմաններով որ սոցիալական մարդկանց վիճակը կլավանա, երիտասարդները վիժնը կտեսնեն Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում։ Այսինքն այլևս չի կարող աշխատել այդ տրենդը Նիկոլի համար, որ խաղաղություն է բերում։ Չէ, գիտեք ինչ, նայած, եթե ես հիմա գամ ասեմ, որ ես հիմա մենք պետքա Ադրբեջանի հետ նոր պատերազմ սկսենք, բան իհարկե կաշխատի։ Ոչ մեկ էլ դա չի ասում, հույսը դա է։ Նիկոլ Փաշինյանի հույսը դա է, ասեմ դες ինքը օգտագործում է այդ ինքը բոբոյի պես վախացնում է, որովհետեւ ես չլնեմ կգա պատերազմ, ինքը օգտագործում է այդ նարատիվը, որի արդյունքում էլ ինքը որոշակի ինչ-որ հաջողություններ հասել է հենց բացառապես դրա պատճառով։ Շատ լավ, այսպիսի ինֆորմացիա գնաց մամուլում
Պարոն Բոզյան, որ երկու բան կա, որ ցենց հանձնարարություն է տրված, որ այդ առումով պիտի զգուշներ եւ հակահարցակման գնալ, առաջինը այն է, որ թուրք բառից ես մի քիչ ճիշտ ասած զարմացած եմ, որովհետեւ հիշում եք ինքը ազգային ժողովում հայտարարեց Նիկոլը, որ ինքը բացարձակ դրանից չի նեղսրտում, որ թուրք են ասում, եւ երկրորդը Թալանի թեման։ Մենք Թալանի թեման հետո առանձին երկրորդ մասում պիտի խնդրեմ, որ շատ մանրամասն դետալային այսպես խոսենք։ Ինչ է կարծում, ինչու է դա շարունակում իրենց մտահոգել։ Իսկապես մեր հանրությունը այդ առումով դեռ շատ բան է, զգայուն է։ Տեսեք, ես արդեն sense ձևակերպեմ։ Ես ընդհանրապես ինքս դաստիարակվել եմ։ Ինչի հետ ասոցացում էլի թուրք բառը ինչ է։ Ես ինքս դաստիարակվել եմ այն արժե համակարգի հետ, նաև խորհրդային եմ այդ դաստիարակությունը ստացել եւ համապատասխան դպրոց եմ ավարտել, որտեղ տարբեր բոլոր ոչ մի ազգի դեմ չի կարելի, այսպես ասած, հանդես գալ։ Եվ նույնիսկ ասենք օրինակ գերմանական նացիզմը, որ դատապարտվեց, աշխարհը եկավ իր եզրակացության, որ այդտեղ մեղավոր է ոչ թե գերմանացի ժողովուրդը, այլ նացիզմը, եւ նացիզմը դատապարտվեց, դատապարտվելուց արդյունքում ռուս-գերմանական հարաբերությունները եւ մարդկային մակարդակով եւ պետական մակարդակով վերականգնվեցին։ Այդ իմաստով ես միշտ համարում եմ, որ այդտեղ բայց մի կարևոր չէ, պարոն Բոզյան, այդտեղ մի կարևոր բան կա։ Ինչու համար այդ հաշտությունը գնաց, այդ ընկալումը գնաց, որովհետև ինքը գերմանացի ժողովուրդը իշխանությունը ընդունեց իրենց մեղքը, ներողություն խնդրեց, բայց Թուրքիան միջև ներողություն չի խնդրել։ Ես դա եմ ուզում ասեմ։ Ես ասում եմ հետեւյալը, որ ես ինքս այն կողմնակիցն եմ, որ իսկապես որ պետքա մենք միջազգային հանրության հետ հասնենք այն մակարդակի, որ իսկապես ճշմարտ ներողություն խնդրի, ներքին բանի արդյունքում Թուրքիան էլ գիտակցի այդ գայ այդ վիճակում եւ համոզված եմ, որ թուրք հասարակության մեջ էլ կան շատ առողջ շրջանակներ, որոնք եթե տեսնեն, որ այդպիսի միջազգային տրենդ կա, իրանք էլ կգնան այդ ճանապարհին եւ իսկապես այդ ժամանակ արդեն ժողովուրդների միջել կարող է իսկապես նորմալ հարաբերություններ լինի։ Ես ինքս այդ իմաստով մերժում եմ Թուրքին ասոցիացնել բացառապես բացասական բան հետ, բայց Նիկոլ Փաշինյանը ունի Թուրքիայի ազդեցության գործակալի իմիջ։ Այդպիսի իմիջ ունի։ Դա ձևավորվել է, ինչի, որտեվ ինքը փաստացի իր բոլոր քայլերը համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ։ Ստեղ օբյեկտիվ բան, այսինքն եթե Հայաստանի ղեկավարը լիներ, ասենք Թուրքիայի ազդեցության գործակալ, հարց, ինքը ինչ պետք է աներ, որ չի անում Նիկոլ Փաշինյանը։ Դրա համար էլ իրան այդ պիտակը կպել է, ինքը դրանից նյարդայնանում է, այստեղ ոչ թե թուրքի պիտակ է, դա ազդեցության գործակալի պիտակ է, այսինքն սա է խնդիրը։ Այդ պիտակը իրան կպել է արդեն։ Այդ պիտակը, այդ հոգեբանական վիճակը մարդկանց մեծ մասի մոտ արդեն ձևավորվել է։ Ինքը դրանից նյարդայնանում է, բայց օբյեկտիվ է այդպես, որտեվ ինքը փաստացի սպասարկում է այդ երկրների շահերը, ինչի է սպասարկում, ասեցի, որտեվ ինքը հայտնվել է ծանր վիճակի մեջ, իրան թելադրում են, ինքը չի ուզում գործընկեր ունենա, որով կարա բալանսավորի, ինչի, որտեվ ինքը վախենում է այդ գործընկերից։ Ինչի, որտեվ ինքը Պուտինին գցել է։ Ես ուզում եմ Ժորժ ջան, դուք իմանաք, ինքը ոչ միայն Ղարաբաղցիներին է գցել, ինքը ոչ միայն հայ ժողովրդին է գցել Ղարաբաղը հանձնելով։ Ինքը նաև Պուտինին է գցել, որտեվ Պուտինը հույս ուներ, որ ռուսական զորքը կմնար Ղարաբաղում, ինքը ինչ արեց, իր արևմտյան գործընկերների հետ միասին, որպեսզի ռուսական զորքը դից դուրս գա եւ Ռուսաստանը թուլանա այս տարածաշրջանում, ինքը փաստացի հոկտեմբերի 6-ին 2022 թվականի ընդունեց մի բանաձև, որի արդյունքում արդեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ որի ամբողջ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ամբողջ բովանդակությունը փոխվեց եւ տրամաբանական էր ռուսական զորքը այլևս պետքա չլներ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ռուսները չեն ներում այն մարդկանց, ովքեր որ իրենց հետ գործընկեր են համարում, դա իրենց գցում են։ Այդ մարդիկ տենց են։ Ինքը շատ լավ գիտի, դրա համար ինքը անասնական վախ ունի, ոչ միայն հայ ժողովրդից, հատկապես Ղարաբաղցիներից, այլ նաև անասնական վախ ունի Պուտինից։ Քանի որ այդ վախը ունի Պուտինից, ըստ էության այդ վախից ելնելով ինքը ամեն ինչ անում է, որ ինքը մաքսիմալ հեռացնի Պուտինին, որպեսզի իր անվտանգությունը ապահովի։ Իսկ դրա համար ինքը ինչ պետք անի, պետք է ապավինի Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա։ Ուրիշ տարբերակ չունի, այս տարածաշրջանը որ նայեք կտեսնեք։ Սա է խնդիրը։ Այս ամբողջ պատկերը, որպեսզի մարդիկ հասկանան, այս ամեն ինչը պետք է մարդկանց պարզ բացատրել։ Շատ պարզ խնդիր է։ Ի վերջո մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք հետեւյալը, որ իսկապես մեզ պետք է հայ-ադրբեջանական բանակցային process-ի մեջ իսկապես իրական խաղաղության բազան դրվի, իսկապես այդ բազան դրվելուց հետո Ադրբեջանը որ տեսնի, որ մենք ունենք արդեն դաշնակից, որը շահագրված չի, որ Հայաստանը անընդհատ զիջումների գնա, եւ այդ դրա արդյունքում փաստացի մենք կարողանանք իսկապես մեր 500 կիլոմետրը դեմարկացիայի, դելիմիտացիայի բանը ավարտենք, նույն առնվազն գոնե 90%-ը ավարտենք,
որից հետո արդեն մենք արդեն պայմանավորվենք, որ թե ինչպես կարանք առևտուր անենք, սահմանները բացենք, աշխատացնենք, այդ ժամանակ մենք արդեն եւ Զանգեզուրի միջանցքը կարա աշխատի, եւ Նախճիվանի միջանցքը մեր համար կարա աշխատի, դրանից կշահեն եւ Ադրբեջանը եւ Հայաստանը։ Սա է խնդիրը, բայց դրա համար պետք է որ մենք այս պայմանները բավարարենք։ Առանց կոմունիկացիաների բացման, առանց բանի դու չես կարա էկոնոմիկան աշխուժացնես, չես կարա առևտուրը զարգացնես։ Տեսեք, ես մի հատ օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք, Հայաստանի բանը հնան անցյալ տարվա դրությամբ կազմել է 27 միլիարդ դոլար, 27 միլիարդ դոլար։ Հարց եմ տալիս, մոտավորապես 6 տարվա ընթացքում երկու անգամ մեծացել է։ Հայ ժողովրդի կենսամակարդակը երկու անգամ մեծացել է, իհարկե ոչ։ Հիմա այդ հարցեր կան։ Նշանակում, Թալան։ Դա նշանակում է, որ եթե քո հնան երկու անգամ մեծանում է, բայց քո երկրի ժողովրդի մակարդակը ոչ միայն չի մեծանում, այլ նաև նվազում է, դա նշանակում է, որ այս տնտեսական աճից օգտվում է շատ նեղ շրջանակ, իսկ դեր շրջանակը կարող օգտվեն մարդիկ, որոնք մոտ են իշխանությանը, շատ պարզ իմաստով Թալան։ Հա, այսինքն փաստացի կարելի ասել, որ որպեսզի մենք կարողանանք նորմալ իշխանություն, տեսեք, օրինակ ես մի օրինակ բերեմ, Վրաստանը իր 90-ական թվականից թեև Վրաստանում 3.7 միլիոն մարդ ապրում, ի տարբերություն մենք 3 միլիոն ենք մոտավորապես, այնտեղ միշտ իրանց հնան պակաս ա եղել Հայաստանից։ Ավելին կարամ ասեմ 2010 թվականի դրությամբ, 2010 թվականի դրությամբ Հայաստանի հնան կազմել է մոտավորապես 12 միլիարդ դոլար, իրանցը կազմել է 10 միլիարդ դոլար, 10 միլիարդ։ Եվ Սահակաշվիլին հպարտանում էր, որ տեսեք, մենք ես 10 միլիարդ դոլարանոց հնա եմ բանարել, սարքել։ Հիմա իրանց հնան 37 միլիարդ դոլար է, մեր մոտ 27 միլիարդ դոլար է, ավելի քան 34%-ով հաստատեն ավել է։ Հիմա մի հատ հարց եմ տալիս, Վրաստանի անցյալ տարվա տնտեսական աճը կազմել է 7.2%, մերը 4.8%, 50%-ով ավելի մեծ նույն մակարդակի երկրներ են, ո՞նց եք բացատրում։ Ընդ որում այդ նույն մակարդակի պայմաններում տեսեք անցյալ տարի։ Ինչ պրոբլեմներ ա ստեղծում Վրաստանի համար։ Այդ եմ ուզում ասեմ, անցյալ տարի Արևմուտքը փաստացի բոյկոտում էր բանը, ճնշում էր, հսկայական փողեր էին դնում, որպեսզի իշխանությունը փոխեին, քաոս էր առաջացնում։ Այս հիշեք ինչ կատարվեց, ճնշումներ, սանկցիաներ, պատժամիջոցներ, բան Հայաստանը կղզյակս է, դեմոկրատիայի կղզյակ, հիմա ցուցանիշներ ասեն, որ դուք պատկերացնեք, հարգելի ժողովուրդ։ Ուրեմն Վրաստանում, ուրեմն 7.2% տնտեսական աճ, մեր մոտ 4.8% տնտեսական աճ։ Իրանց մոտ կոռուպցիայի ցուցանիշը գործակից կա կոռուպցիայի 0-ից մինչև 100 գործակից կա կոռուպցիայի, թե որ երկիրը ինչ կոռումպացիայի չափանիշներ ունի։ Ամենամաքուր երկրները համարվում են Դանիան, որը 90 գործակիցը 100-ի մոտ է, էլի։ Ասենք Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Ֆինլանդիան այդ երկրները մոտավորապես 80-ից 90 գործակից ունեն։ Եվ ամենացածր գործակից ունեցնողն է ամենակոռումպացվածը։ Դա Սոմալին է, Վենեսուելան է, որը 20 Մենք որտեղ ունենք։ Մենք ունենք մեր գործակիցը անցյալ տարի եղել է 47, հիշենք այդ թիվը։ 47 մերն է եղել, 22 եղել է Ադրբեջանն, այսինքն մեզանից երկու անգամ ավելի կոռումպացված երկիր է, եւ 53 եղել է Վրաստանը։ Այսինքն մեզանից մոտավորապես 13%-ով ավելի բան։ Ընդ որում Վրաստանը իրանց կոռուպցիայի գործակից եղել է 53, 54, 55, 59, 56, այս տարիների ընթացքում, այսինքն իրանց մոտ Թալանին վերջ էր բերում Նիկոլը, կոռուպցիայի գործակիցը միշտ 10-ից 20% ավելի։ Ընդ որում սա, ես ժողովրդին ասեմ սա բանը միջազգային Transparency International-ի տվյալներն են։ Սա իմ տվյալները չեն։ Դրա համար միջազգային գլոբալիստական կառույց Transparency International-ի, որ ավելին կարամ ասեմ, Transparency International-ը հայտարարել է, որ Հայաստանում ցավոք համակարգային կոռուպցիան պահպանվել է, ինչպես որ կար մինչև 2018 թվականին եւ շարունակվել է պահպան 2018 թվականից հետո, այսինքն էական փոփոխություն չի եղել։ Եղել է փոփոխություն, բայց էական փոփոխություն չի եղել։